Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Բարձրակարգ և հատնտիր ձավարեղեն մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն Վովա, Բարև Վահան։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Նախ շնորհակալ եմ ձեզ հրաշալի գլխարկի համար, այն իսկապես ինձ պետք էր, որովհետեւ արև այստեղ կարծես թե կիզիչ է։ Ընտրեմ։ Գտնվում ենք Հատիսի մերձակայքում։ Ինչպես ստացվեց, որ այս տարածքը դարձրեցիք արդեն գործող բիզնես, կարելի ասել։ Բավականին դժվարությամբ հասանք այստեղ, ճանապարհներն անանցանելի էին։ Այո։ Մաքարման ճանապարհով հասանք այստեղ։ Ցավոք սրտի, ճանապարհը դեռ իհարկե լավը չի, բայց նաև եթե ճանապարհը լավը լիներ, շատ հնարավոր է, որ այս տարածքը եւ ես չունենայի։ Միգուցե որտեվ հեռու է, դժվար հասանելի է, բայց միաժամանակ նաև հանգիստ է, մարդ չկա։ Այդ պատճառով Ձեր մասնագիտության հետ այս ամենը ոչ մի աղերս չունի, որովհետև դուք ամենապահանջված եւ ամենահայտնի թարգմանիչներից մեկն եք, բայց այս պահին զբաղվում եք որպես հոբի, իհարկե, ոչխարաբուծությամբ, բայց ոչ մեզ բոլորիս հայտնի ավանդական ոչխարաբուծությամբ, այլ տեսակով։ Խնդրեմ։ Հա, Վահան ջան, նախ շնորհակալություն իհարկե, ամենահայտնին ու ամենապահանջվածը չեմ, պահանջվածներից մեկը, եթե կարելի է այդպես ասել, իսկ ինչ վերաբերում է կենդանիներին, այո, իսկապես նրանք մի քիչ յուրահատուկ են, հայկական չեն, հարավաֆրիկյան ցեղա, որը կոչվում է դորպեր, իրանք տենց բուծվել են առաջին անգամ խառնելով պարսկական սևագլուխ ոչխարին եւ անգլիական դորսետին, ու ստացվել է այս ցեղը։ Խառնել են հիմնականում որպես մսատու ոչխար։ Հիմա Հայաստանում իրանք արդեն մի քանի տեղ կան։ Ինչը ձեզ մղեց, որպեսզի դուք սկսեք զբաղվել նրանց բուծմամբ։ Վահան ջան, երևի ինչ որ հոբի էր պետք, որը միգուցե հեռանկար ուներ բիզնես դառնալու, դրան գումարած նաև հողը, որը հանգիստ լավ տեղ է, տենց ոչ մի որ առանձնահատուկ բիզնես նպատակներ ոչխարաբուծության ուղղությամբ ես չէի հետապնդում, ստացվեց սենց, որ գնեցի այս հողը ու որոշեցի նաև որպես հոբի բերել այս ոչխարները։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է, թե դուք ինչպես եք գտել այս անմատչելի տարածքը, որովհետև հնարավոր չէ ասել, ուղղակի անցնում էի այս կողմերով եւ տեսա, որ հարմար տարածք է, որովհետև այս շատ պարզ մարդիկ չէին էլ անցնում նույնիսկ։ Փնտրեցի այնց կայքերից մեկում շատ հայտնի եւ այդ կայքում գտա այս հողը։ Զանգեցի սեփականատիրոջը, եկա տեսա դուրս եկավ, որովհետեւ հեռու էր ամեն ինչից ու երևի ամենահարմարը ցանկացած գործունեության համար։ Շինությունները եղել են, թե դուք ինքներդ եք կառուցել։ Շինությունները ես եմ կառուցել։ Շատ բարի։ Մենք ունենք եւս մեկ հետաքրքիր տարածք, որտեղ պետք է նկարահանում իրականացնենք, այնտեղ երևում է նաեւ Արարատը։ Եթե դեմ չեք, մի պահ ընդմիջենք նկարահանումը, տեղափոխվենք մյուս հատված, մեր զրույցը շարունակենք այնտեղ արդեն։ Ովա շարունակենք մեր նկարահանումները եւ հիմա ցանկանում եմ խոսենք արդեն ձեր բուն գործունեության մասին, խոսքը թարգմանության մասին է։ Ինչ փուլում է գտնվում այսօր առհասարակ թարգմանության ոլորտը, կան լավ մասնագետներ, չկան լավ մասնագետներ։ Այո, Վահան ջան, բազմաթիվ շատ լավ մասնագետներ կան, եւ բանավոր եւ գրավոր թարգմանության
ոլորտներում։ Իդեպ շատ հաճախ դրանք տարբեր են, նրանք ովքեր որ բանավոր թարգմանություն են անում, գրավոր չեն անում եւ հակառակը։ Ավելի շատ կան թարգմանիչներ, ովքեր գրավոր թարգմանություն են նախընտրում եւ բանավոր թարգմանություն չեն անում։ Կան մարդիկ, ովքեր երբեք համընթաց կամ սինխրոն թարգմանություն չեն արել ու չեն ցանկանում անել, նախընտրում են ավելի շատ հաջորդական թարգմանություն անել։ Սինխրոնը համարում են բարդ, երբեմն այտենց անհասանելի։ Որ լեզուներից եք թարգմանում։ Ես թարգմանում եմ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։ Դուք որպես անհատ եք հանդես գալիս, թե կա ինչ-որ կազմակերպություն, որտեղ դուք աշխատում եք եւ համագործակցում եք։ Կազմակերպություն չկա, որպես այդպեսին, պաշտոնական, ես անհատ ձեռներեց եմ եւ այդ բիզնես հարաբերությունները անհատ ձեռներեցի կարգավիճակով եմ վարում։ Բայց կա ասոցիացիա թարգմանիչների, որը այտենց կամավոր միավորում է ոլորտի, ես կարող եմ վստահաբար ասել, լավագույն մասնագետների եւ այդ ասոցիացիայի անդամներից մեկը ես եմ։ Վովը որ լեզվից է ավելի հաճելի ձեզ համար թարգմանել, ռուսերենից թե անգլերենից։ Վահան ջան, ռուսերենը եւ անգլերենը երկուսն էլ օտար լեզուներ են մեզ համար, երբ որ միջոցառումը երկու լեզվով, այսինքն ռուսերենով եւ անգլերենով է, ավելի բարդ է, քան անգլերենով եւ հայերենով։ Թեև ռուսերենն ու անգլերենը ես երևի գործերից 10%-ն եմ կազմում։ Հիմնականում անգլերեն, հայերեն։ Որն է ամենամեծ դժվարությունը, որը կա սինխրոն թարգմանության ժամանակ։ Ամենամեծ դժվարությունը դա իհարկե ստրեսն է, որը պետք է հաղթահարել։ Ցանկացած սինխրոն թարգմանություն քննության պես բան է թարգմանչի համար։ Ամեն հաջորդ միջոցառում, ամեն օր։ Ես միշտ գործընկերներիս ասում եմ, տպավորությունն այնպեսին է, որ ամեն օր գնում ես քննություն հանձնելու։ Երբևէ եղել է, որ սայթակում լինի եւ շատ կարեւոր բան ճիշտ թարգմանած չլինեք եւ դրանից հետո շատ այլ խոսակցություն սկսի ծավալվել երկու կողմերի միջեւ։ Պատահել է, որ ես սխալ եմ հասկացել խոսացողների ասածը, հետո հարցրել եմ եւ ուղղել եմ քննարկման ուղղությունը դրել եմ ճիշտ հունի մեջ, բայց բազմաթիվ անգամ իհարկե անգամներ լինում է, որ սխալ են հասկանում թարգմանիչները զրուցակիցների ասածը կամ ելույթ ունեցողի ասածը, բայց դա ոչ միշտ է թարգմանչի մեղքը իհարկե։ Շատ հաճախ մարդիկ չեն կարողանում ճիշտ արտահայտվել, սխալ բառեր են օգտագործում, չեն նկատում, որ ճիշտ նախադասություն չեն կազմում, ընդհանրապես նախադասություն չեն կազմում, շատ անհասկանալի են խոսում, էլի։ Իսկ եղել է երբևէ որևէ դեպք, որ դիտավորյալ այլ բան ներկայացնեք դիմացինին, այո, ըստ ձեր տեսանկյունի։ Դիտավորյալ երբեք կարող է ինչ-որ բան սխալ հասկանա, սխալ ասես, միգուցե դիտավորություն կարելի է, գիտես ոնց հասկանալ, Վահան ջան, որ ինչ-որ բառ հենց այդ բառը չես օգտագործում, մի քիչ ավելի այտենց ճոխ իմաստով մոտ, բայց ուրիշ բառ ես օգտագործում։ Բայց նույնիսկ երկուսն էլ, սկզբում մեկն ես ասում, հետո մյուսը, այտենց փորձում ես ինքնահաստատվել, ցույց տալ, որ նաև այդ բառը գիտես, կամ այդ բառի հոմանիշները գիտես, այտենց հնարավոր է, բայց դիտավորյալ ինչ-որ սխալ ուղղությամբ միջոցառումը տանել բացարձակ հնարավոր չի։ Կրթության տարիներին արդեն գիտեիք, որ ցանկանում եք դառնալ թարգմանիչ, թե ինչ-որ պահից սկսած փոխվեց ձեր նախընտրությունը։ Կրթության ընթացքում արդեն հա, անջան, որտեղ 99 թվականին առաջին, ես դեռ 4-րդ կուրսում էի 99 թվականին Բրյուսովի համալսարանի, եւ այնտեղ արդեն թարգմանություններ վերցնում էի, բայց իհարկե ոչ միջոցառումների, տենց ինչ որ մարդկանց թիմեր, ինչ որ պատվիրակություններ կային, տարբեր տեղեր էին գնում, ես իրանց ուղեկցում էի որպես թարգմանիչ։ Այսինքն կրթության ժամանակից սկսած արդեն գիտեի, որ թարգմանությունը իմն է։ Ես կցանկանամ անդրադառնանք նաև կրթության ակունքներին, որովհետև գիտեմ, որ շատ հետաքրքիր պատմություն կա կապված, թե որտեղ եք սկսել ուսումնառությունը եւ ով է ձեզ օգնել անգլերեն լեզվի խորացման հարցում։ Ուրեմն նախ եւ առաջ ես պարապել եմ Ռուզաննա Արմենակովնայի մոտ։ Մի հոյակապ անձնավորություն, որը անգլերենի դասատու էր եւ իդեպ հայտնի մի հայերեն անգլերեն բառարանի հեղինակ։ Ուրեմն գտնվում էր դա Աբովյան
Պուշկին Խաչմերուկի վրա, այս պահին այնտեղ ինչ որ բառ է, թե ինչ որ ուրիշ բան է, կարծես ասած ինչ որ բիզնես է։ Այն ժամանակ չեմ հիշում արդեն ինչա, բայց այն ժամանակ այնտեղ ապրում էր Ռուզաննա Արմենակովնան, որի թոռը Կարենը Դալակյան իմ մոտ ընկերն է։ Եվ Ռուզաննա Արմենակովնան Կարենը Դալակյան ձեր մոտ։ Ոչ միայն Կարենը Դալակյան, այլև նրա եղբայրը։ Ո՞վ է նրա եղբայրը։ Շատ լավ մի մարդ, շատ տաղանդավոր, օպերատոր։ Օպերատոր։ Վերջերս օպերատոր, մինչև այդ ինչ որ ուրիշ մասնագիտությունների դեր։ Այտենց։ Եկեք չտանջենք մեր հերոստատիկներին։ Դավիթ Վարդանյանի տատիկն է եղել ձեր իմ առաջին անգլերենի ուսուցիչը, այո։ Եվ Դավիթ Վարդանյանը մեր պրոդյուսերը եւ օպերատորն է։ Եվ օպերատորն է, խնդրեմ։ Շնորհակալություն անդրադարձի համար։ Իսկ մենք շարունակենք մեր զրույցը։ Հետո 114 դպրոց, Գոհար Սուրենովնա, այսինքն սկզբից 71 դպրոց Գոհար Սուրենովնա, հետո 114 դպրոց Տիկին Դավթյան, ընկեր Դավթյան։ Այ անունը հիմա չեմ հիշի ընկեր Դավթյանի։ Շատ ժամանակ է անցել։ Հետո Բրյուսովի համալսարան, հետո ամերիկյան համալսարան, հետո Շվեյցարիայի Բեռնի իրավունքի բաժին տենց սահմանադրական իրավունք ու դրանով կրթությունը ավարտվեց 2007 թվականին։ Հետաքրքիր է բավականին շատ կրթական շրջան։ Ուզում եմ հասկանալ, բացի սինխրոն թարգմանություններից, չեք թարգմանում նաև գրական ստեղծագործություններ։ Ոչ, ցավոք սրտի, Անջան։ Հուսով եմ մի գեղեցիկ օր այդ քաջությունը կունենամ գեղարվեստական գրականություն թարգմանելու, կամ համենայնպես սկսել գեղարվեստական գրականություն թարգմանել։ Այս պայն գրավոր թարգմանությունները սահմանափակվում են միջազգային կազմակերպությունների ինչ որ զեկույցներով, ուղեցույցներով, երբեմն նաև օրինագծեր կան, ենթաօրենսդրության ինչ որ հատվածներ եւ այլն, բայց ոչ գեղարվեստական գրականություն։ Ովա մենք այս մաքարման ճանապարհը ճիշտն ասած անցել ենք, քանի որ շատ քաղցած ենք եւ իհարկե անիմաստ եմ համարում հարցնել ինչ ենք այսօր վայելելու, որովհետեւ պարզ է կարծում եմ ինչ ենք վայելելու, բայց կխնդրեմ ինքներդ ներկայացնեք, ինչ հետաքրքիր ձևով եք մատուցելու այն։ Իմիջայլոց, Վահան ջան, դու ասում ես, որ պարզա ենթադրաբար, որ այս կենթանիների միսն ենք փորձելու, այո, բայց ես ասեմ, որ մենք հիմնականում ստեղ տոհմային տնտեսություն ենք, այսինքն կենթանիներին աճեցնում ենք որպես կենթանի վաճառելու համար, տոհմային անասնաբուծության նպատակով։ Բայց երբեմն իհարկե նաև կա մորթ եւ մենք օգտագործում ենք միսը որ սեփական կարիքներով։ Այտենց եւ ինչ ենք վայելելու այսօր։ Այսօր ուրեմն ուտում ենք գառան խաշլամա եւ ուտում ենք տապակած բանջարեղեն հորթի մսով։ Օ, հորթի մսով։ Հորթը նույնպես պատկանում է ձեզ։ Հորթը ոչ, մեզ չի պատկանում, բայց գառան միսը պատկանում է մեզ, այո։ Պետք է գնալ խանութ, ամենադաժան ընթացքից մեկը։ Մաքարման ճանապարհը։ Իմիջիալոց այդ մաքարման ճանապարհը հուսով եմ մի գեղեցիկ օր իհարկե կվերանորոգվի եւ նորմալ ասֆալտապատ կդառնա։ Այս պահին վերանորոգվի, այլ պետք է ճանապարհ լինի այդտեղ, որովհետեւ հա, չէ, ճանապարհ կա։ Դա ուղղակի մեքենաների անցնելու հետևանքով դարձել է ճանապարհ, եթե կարելի այդպես կոչել։ Գնանք։ Գնանք խանութ եւ գնենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այսօր ձեզ այստեղ սպասարկելու համար։ Շատ բան։ Շարունակում ենք մեր նկարահանումները, ովա ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք խանութ եւ կատարենք այն գնումները, որոնք մեզ անհրաժեշտ է կատարել։ Եվ այսպես որտեղ է գտնվում մոտակա խանութը։ Մոտակա խանութը կիլոմետր հեռավորության վրա է։ Գտնվում է 3 կիլոմետր հեռավորության վրա Կոտայք գյուղում։ Այսինքն այս ճանապարհներով 3 կիլոմետր անցնելու համար մեզ անհրաժեշտ է մոտավորապես 20 րոպե, ճիշտ է։ Այո։ Հետաքրքիր է, որպեսզի մեր հեռուստադիտողները լիարժեք պատկերացնեն, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, երևի թե մենք ընդհանուր կադրով կունենանք այդ ամենը, բայց ենթակառուցվածքներ ցավոք սրտի այս տարածքում շատ քիչ են, եթե նույնիսկ կան, ապա շատ քիչ են։ Կա միայն ջուր, Վահան ջան, ու այդ ջրի պատճառով նաև ես այստեղ եկա, այսինքն եթե այստեղ ջուր չլիներ, հնարավոր չէր լինի այստեղ որևէ բան տեղադրել, էլի։ Հոսանք չկա, ինչպես տեսնում ես, արևային պանելներ են տեղադրված։ Բա ինչպես եք մեքենան դնում լիցքավորման։ Մեքենան լիցքավորվում է քաղաքում, որտեղ որ ես ապրում եմ։ Այստեղ գալիս եմ այտենց ժամանակավոր ու վերադառնում եմ քաղաք։ Տեղափոխվենք մեքենայի մեջ ձեր շատ հարմարավետ եւ ամենագնաց։ Գնացինք։
Ահա մենք արդեն ականատեսն ենք լինում այն ամենի ինչի մասին այդքան խոսում ենք, ովա խոսքը ճանապարհների մասին է։ Հիանալի ճանապարհ, այո։ Նաև ընդհանուր տեսախցիկը, որը կֆիքսի այս ամբողջ ճանապարհը։ Եվ մեզ է միացել նաև ձեր շունիկը, չգիտեմ ընդհանուր կադրում նա երևում է թե ոչ, ցավոք սրտի չի երևում, բայց վստահ եմ ինչ-որ պահից սկսած նա կարձագանքի մեր խոսակցություններին եւ հերոստատիտողը նաև դրա ականատեսը կլինի։ Ես կարող եմ հենց հիմա շունիկին ցույց տալ հերոստատիտողին։ Խնդրում եմ, մենք հազիվ կարողանում ենք նկարահանում իրականացնել, այնպես որ, բայց բերեք, լավ, Դավիթը համաձայն է, բերեք թող շունիկին տեսնեն։ Ով է նա, ովա։ Սա մեր տան շունիկն է։ Այո։ Ուրեմն խնդրեմ ծանոթացեք Վիտալի Բարիսովիչ, խնդրեմ ուշադրություն են կողմ։ Իսկ ինչու Բարիսովիչ, ով է Բարիսը։ Այդտեղ ստացվեց, պարզ չի ով է, ցավոք սրտի որբա մեծացել է խեղճ շունը, այո, եւ մեր տանը որոշեցինք նրան որդեգրել եւ մեծացնել։ Հիանալի անձնավորություն Վիտալի Բարիսովիչ, խնդրեմ ծանոթություն։ Դե արդեն կարող ենք շարունակել վարելու ընթացքը։ Վերադարձնենք նրան իր տեղը եւ շարունակենք։ Միշտ, այո, համենայնդեպս երբ գալիս եմ այստեղ, միանշանակ ինձ հետ է։ Վովա, հաղորդման այս հատվածում մենք միշտ մեր հյուրերին տալիս ենք նույն հարցը եւ դուք բնականաբար բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Հայաստանում ինչը կփոխեի։ Այո։ Մարդկանց ինչը, որ բնավորության գիծը։ Ինձ թվում է, որ մի քիչ մարդիկ պետք է ավելի զգույշ եւ խնամքով վերաբերվեն սեփական երկրին։ Ամենայնպես այդ վերաբերմունքը կփոխեի երկրի նկատմամբ։ Կարծես թե տպավորությունն այնպիսին է, որ մենք այստեղ ժամանակավոր ենք։ Եվ տենց ժամանակ ենք անցկացնում, հետո ստեղից գնալու ենք, հետեւաբար աղբ ենք թողնում մեր հետևից փողոցներում, ինչ որ անհանգիստ ենք, միմյանց չենք վստահում։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք կարելի է ուսումնասիրել։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մարդկանց մեջ ավելի շատ կսերմանեիք հայրենասիրություն յուրաքանչյուր առումով։ Հայրենասիրություն միգուցե տենց կարելի է ձևակերպել, Վահան ջան, հայրենասիրություն ինքը եզրը մի քիչ շատ բազմակողմանի է ու բարդ ընկալելու տեսանկյունից, գիտեք, մարդիկ կան, ովքեր համարում են, որ նույնիսկ եթե մնում են Հայաստանում, չեն գնում այլ երկրներ, դա արդեն հայրենասիրություն է, օրինակ։ Շատերը մի քիչ ավելի մեծ ներդրում են անում այդ գաղափարի մեջ, օրինակ բիզնեսներ են հիմնում Հայաստանում, թույլ չեն տալիս, որ երեխաները գնան Հայաստանից, միգուցե միայն սովորելու նպատակով, բայց հետո պարտադրում են կամ պահանջում են, որ վերադառնան։ Հետևաբար հայրենասիրություն գաղափարը շատ տարածուն բազմակողմանի երևույթ է։ Շնորհակալություն հետաքրքիր եւ սպառիչ պատասխանի համար։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն այն խանութի մոտ, որտեղից պետք է գնումներ կատարենք։ Ես ներողություն եմ խնդրում մեր հեռուստադիտողներից այս ընդհանուր կադրերի մի փոքր խաղի համար, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա, հնարավոր չէ պահել այն շատ ամուր։ Շնորհակալություն Վովա, հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութի մոտ։ Շնորհակալություն։ Հասանք մոտավորապես 25 րոպե հետո, արդեն խանութի դիմաց ենք, մեքենայի վրա դեռևս թաց ցեխը արկա է, ցավոք սրտի։ Այո։ Իսկ մենք շարունակում ենք մեր նկարահանումները եւ տեղափոխվում ենք խանութ, որտեղից մեզ անհրաժեշտ է գնել ինչեր Վովա։ Մեզ անհրաժեշտ է գնել այն ամենը, ինչ պետք է տապակած բանջարեղենը սաջով պատրաստելու համար։ Իսկ որոնք են այդ ամենը։ Հիմա վերցնենք զամբյուղը։ Որ մթերքներն են դրա։ Ես հիմա ցույց տամ։ Ուրեմն նախ եւ առաջ կարտոֆիլ։ Ինձ թվում է մի հատը բավարար չի լինի, վերցնենք 2 հատ։ Թարմ կարտոֆիլ։ Թարմ կարտոֆիլ, այո։ Երիտասարդ կարտոֆիլ, հետո անպայման սունկ։ Երիտասարդ խոստումնալից կարտոֆիլ։ Այո։ Հենց նոր դաշտից հավաքած, ինչպես մեզ տեղեկացնում են խանութում։ Դաշտից։ Դաշտից հավաքած, այո։ Շամպինյոն դաշտից հավաքած, որովհետև ստեղ դաշտերում անձրևից հետո հիանալի սունկ է լինում։ Բայց չեմ կարծում, որ դա շամպինյոն տեսակինն է լինելու, բայց ինչևէ ես չհավատալու պատճառ չունեմ։ Անպայման մեր սիրելի, անկրկնելի կծուբիբարը, ես չգիտեմ ինչքան կծուբիբար եք դուք սիրում, ես շատ եմ սիրում։ Միգուցե 3 հատ էլ բավարար չեք։ Վերցնենք 5 հատ։ Այո։ Այո։ Так, լոլիկ, վարունգ։ Անպայման մեր սիրելի
չերի տեսակի վարունգ։ Չերի տեսակի չի, չէ, նորմալ նազրվան վարունգներ, այո, նազրվան են։ Ո՞վ շատ գնումներ կատարում տան համար։ Դուք եք հիմնական գնումներ կատարողը, թե ոչ։ Երբեմն ես, երբեմն կինս, բայց այս խանութից երբ գալիս եմ ֆերմա, միշտ այս խանութից եմ առևտուրանում, որովհետև սա իսկապես շատ լավ խանութ է ու շատ լավ մարդիկ են աշխատում։ Շատ բարի, միշտ ու պատրաստական։ Էլ ինչեր ունենք գնելու։ Так, գնում ենք լոլիկ, լոլիկի համար պետք կլինի վերցնել այս տոպրակը։ Իսկ բացի լոլիկից ինչ է անհրաժեշտ։ Սոխ անհրաժեշտ չէ։ Սոխ ունեմ, պետք չի։ Так, վերցնում ենք լոլիկը։ Այլ մթերքներ անհրաժեշտ լինելու են։ Այլ մթերքներ նույնպես անհրաժեշտ են լինելու, այո, պետք է լինի։ Կնշեք դրանք։ Կարակ, այո, պանիր, ահա, խոշոր աղ, պարտադիր, ես խոշոր աղով մի քանի հատ տենց շատ հետաքրքիր էքսպերիմենտ կանենք։ Խառը Եթե դեմ չեք ովա, հանդիպենք արդեն դրամարկղի մոտ։ Դուք կատարեք գնումները, մենք կհանդիպենք դրամարկղի մոտ։ Շատ լավ, հանդիպենք դրամարկղի մոտ։ Ովա, ես արդեն հասկացա դուք ինչու եք հաճախ այս խանութից գնումներ կատարում, որովհետև իրոք մթնոլորտը հրաշալի է այս խանութում, ամեն բան հրաշալի է, սպասարկում են նույնպես, բարեհամբույր են բոլորը եւ իհարկե շատ կարևոր է մարդկանց ճիշտ տրամադրություն փոխանցելը։ Իդեպ տրամադրության մարդ եք, թե ոչ։ Օրինակ եղանակը ձեզ վրա կարող է ազդեցություն ունենալ։ Ոչ, այդքան չէ։ Ես ավելի շատ նախընտրում անձրևային եղանակ, օրինակ, հետեւաբար կարելի ասել, որ տրամադրության մարդ չէ։ Դա անձրևի ժամանակ բոլորը տխուր են, հա տենց է աշխատում։ Կամ ռոմանտիկ։ Կամ ռոմանտիկ, չէ։ Շատ հանգիստ հանդարտ եղանակը հələ որ ինձ վրա չի ազդում։ Միգուցե հետո Դա լավ է կարծում եմ։ Այո, ինձ էլ է տես։ Եվ այսպես, ովա մեր ընդհանուր գնումները կազմում են 13114 դրամ եւ առաջարկում են, որպեսզի մենք վճարենք ձեր փոխարեն հաղորդման շրջանակներում։ Պետք չի, ես կվճարեմ։ Հաստատ 100%։ Եղանակը բայց ամեն դեպքում արևային է, միգուցե օգտվենք այդ Ոչ, շնորհակալություն, ես ինքս։ Մենք նույնպես շնորհակալ ենք, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Դե, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր պատրաստման ընթացքում, ձեր Կողտրիկ խոհանոցում։ Միշտ պատրաստ։ Շնորհակալություն։ Ովա, քանի որ ասացիք սիրում եք գտնվել խոհանոցում, հետևաբար տեղյակ եք նաև համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից, իսկ դրանք են համեղ բաղադրիչները, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարայի մեջ կարմիր աղացած կծու պղպեղ, կարմիր աղացած քաղցր պղպեղ, սև աղացած պղպեղ եւ նորույթ, հատիկավոր սև պղպեղ, հետաքրքիր փաթեթավորմամբ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Համի գաղտնիք, մոտ եք, բայց ոչ լիարժեք։ Մառանիկ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի ներփահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Ես քանի որ սուրճ շատ եմ սիրում, Վահան ջան, իսկապես Կոֆիջոյի իմ ամենասիրելի թխվածքաբլիթն է։ Դե, բարով վայելեք։ Շատ շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոստկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Ես Վահան ջան Սլաբադա ձեթին ծանոթ եմ, մենք շատ հաճախ օգտվում ենք։
Վովա, Այո, տիպիկ ամառային տրամադրություն է տիրում ձեզ մոտ, ինձ մոտ նույնպես հրաշալի է այս ամենը եւ սկսենք մեր բուն պատրաստման ընթացքը, խնդրում եմ ներկայացրեք թե ինչեր են դրված մեր առջև եւ որը որ ճաշատեսակի համար, ինչպես նաեւ խնդրում եմ գեր լարում ձեզնից, որովհետև պահանջվում է ուտեստի անվանում մտածել։ Վերջում պետք է համտեսելու ժամանակ անվանակոչենք ձեր պատրաստած ուտեստները։ Ներկայացրեք բաղադրիչները, խնդրեմ, որոնք որ դրված են ձեր առջև։ Ներկայացնեմ։ Անվանումը չգիտեմ ոնց կլինի, ոնց ուզում ենք, հա վերջում կորոշենք։ Սաջը դա այն մեծ մետաղի ամանն է, որի մեջ պատրաստելու ենք մեր բանջարեղենը տապակած։ Բանջարեղենը տապակած ասելով հասկանում ենք երիտասարդ էս կարտոֆիլը, սունկը, սոխ, լոլիկ, սխտոր եւ վերջ։ Եվ վերջ։ Այո, որի շուրջը հետո արդեն կշարենք մեր հորթի միսը։ Ես ցուցադրեմ մեր հերոստատիտողներին, նախապես արդեն մարինացված։ Բայց սկսում ենք այլ կետից, որովհետեւ ամենաերկարը պատրաստվում է խաշլաման։ Հետևաբար ինչպես է մարինացված։ Միսը ընդհանրապես մարինացված չի, սա խաշլաման միսն է։ Բայց մենք տեսնում ենք, որ մարինացված է։ Սա հորթի միսն է։ Ինչպես է մարինացված։ Մարինացված է ռեհանով, ցիտրոնով, ձեթով, քացախով, սոխով, սումախով։ Սումախով, իմ ամենասիրելի համեմունքն է սումախը։ Շնորհակալություն։ Մի քիչ քացախը լցրել եմ, որ մի թեթև միսը փափկի, չնայած ինքը բավականին լավն է։ Ուրեմն սա մեջքի ֆիլե կոչված կտորն է հորթի։ Ես նախընտրում եմ դա զուտ համային տարբերության շնորհիվ, թեև այդ սուկի կոչվածը համապատասխանաբար ներողություն, հա, ուրեմն էկշուն կոչվածը, էկշներ կոչվածը ամենափափուկ միսն է հորթի, բայց համը օրինակ ինձ դուր չի գալիս։ Ինձ սրա համը ավելի շատ է դուր գալիս։ Համոզեցիք։ Գառը ոչ մի կերպ համեմված չէ, մարինացված չէ։ Ընդհանրապես ոչ մի բան արված չէ։ Արտադրության գառն։ Սա հենց այս գառներն են, որ այնտեղ վազվզում էին մի քիչ առաջ, հիմա գնացել են սնվելու։ Սա այդ գառան միսն է։ Մոտարապես 6 ամսական է, այս կենթանին եղել, երբ մորթվել է որց, որովհետև էգերին չենք մորթում, որովհետև փորձում ենք մեծանալ։ Հասկացա։ Իսկ սրանք ինչեր են Վովա կներկայացնեք։ Ուրեմն անմիջապես երբ որ սա տեղադրում ենք մեր աֆղանական այս ղազանի մեջ կամ ջեռոցի, բավականին շատ ժամանակ ենք ունենում դրանից հետո սկզբից այս հորթի միսը տեղադրում ենք ծխեցման։ Այսինքն փակ ինչ որ ֆոլգայով երևի կփակենք սենց եւ կընտրենք ծխեցման ինչ որ մի համ, օրինակ կա պոպոկ, կա բալ, կա խնձոր, կաղին, դեղց, սա կեչի է, կեչի, բիրոզը ռուսերեն, բիչը անգլերեն։ Խնդրում եմ սա ցուցադրենք։ Այո։ Կարող ենք դրանով ծխեցնել։ Անցնենք գործի։ Անցնենք գործի։ Տվեք ինձ հանձնարարություն, խնդրում եմ։ Այդ դեպքում եթե այդպես պատրաստակամ ես Վահան ջան, խնդրում եմ այս մեր աֆղանական կազանի մեջ, այո, ես իրան կբացեմ քո համար։ Շնորհակալություն։ Ուրեմն տեղադրում ես սոխ, այո, ներքևում, առանց կտրելու, չէ, կտրատած։ Ինչպես կտրատեմ, 4 մասի թե Հա, 3 մասի բավարար, այո, 2 հատ սոխ, մի հատ լոլիկ, եւ 2 հատ կծու բիբար։ Շատ բարի։ Կտրատած տեղադրում ենք եւ դնում ենք կրակին։ Այս մեր կրակը չենք վառելու հիմա։ Ովքեր են։ Ովքեր են նրանք։ Ու կոնկրետ ինչ որ առանձին ոչխարներ չեն, բայց այտենց խորհրդանշում են մեր ֆերման։ Որտեղից են հայտնվել նրանք ձեր ֆերմայում։ Հայտնվել են մեր ֆերմայում Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից։ Ովքեր են սրանք ձեզ նվիրել։ Հա, իդեպ սա Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն, եթե ճիշտ եմ արտաբերում անվանումը, հատուկ մեզ համար պատրաստած Ռուզաննայի ղեկավարությամբ աշխատող Գորիսի ռեսուրս կենտրոնն է պատրաստել կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունը Գորիսում, որը նաև միջազգային համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի։ Քանի դեռ Վահանը սա լցոնում է, ես այդ ընթացքում կկտրատեմ կարտոֆիլը։ Վովա, այսօր Հայաստանում բազմաթիվ թարգմանություններ կատարող գրասենյակներ կան։ Այո։
Բայց միանշանակ ինչպես յուրաքանչյուր ոլորտում, վստահ եմ թարգմանության ոլորտում նույնպես կան լավ եւ վատ մասնագետներ։ Այո։ Անուններ չհնչեցնենք, բայց ամեն դեպքում ըստ ձեզ ինչ է պետք լավ թարգմանիչ լինելու համար։ Լավ թարգմանիչ լինելու համար նախ եւ առաջ ցանկություն, իհարկե։ Իսկ հետո միգուցե երիտասարդ տարիները գրականությանը նվիրելու պատրաստակամություն։ Կա կոնկրետ գրականություն, որը խորհուրդ եք տալիս ապագա թարգմանիչներին։ Չէ, կոնկրետ գրականություն խորհուրդ չեմ կարող տալ, կարող եմ պարզապես ասել, որ եթե կա ցանկություն թարգմանիչ դառնալու, այդ դեպքում պետք է ունենալ բառապաշար։ Եթե բանավոր թարգմանություն, գրավորի մասին էլ իհարկե։ Իսկ բառապաշար կարծում եմ հնարավոր է ձեռք բերել միայն գիրք կարդալով եւ միայն այդ բառապաշարի արկայության դեպքում հնարավոր է հաճախորդին զարմացնել ինչ-որ ձևակերպումներով, որոնք իր համար ենթադրենք անակնկալ էին ու իր աղքատիկ մտքերը օրինակ այդպես գեղեցիկ հնարավոր չէր ձևակերպել, բացի այդ թարգմանչին գործը տալուց։ Ասեք, պղպեղը պետք է կտրած, թե ամբողջական վիճակում։ Այդ այնց ամբողջությամբ կարող եք մի հատը սկզբից։ Ճիշտ եմ անում։ Հիանալի, Վահան ջան, հիմա եթե ցանկանում եք ես տեղադրեմ մեր գառան միսը։ Այո, խնդրում եմ նայեք, ասեք ինչ ձև է։ Բացի մսերը այս ամենի մեջ տեղավորելուց կա ինչ որ նոր գործ, այսքան մեծ կտորներ։ Այո։ Քանի որ մեր աֆղանական ջեռոցը ընդամենը 40 րոպեվա ընթացքում այս հսկայական կտորները կդարձնի փափուկ փխրվող միս։ Սիրով։ Բացի այս ամենից կա ինչ որ նոր գործողություն, որ պետք է ներկայացնել մեր հեռուստադիտողներին, թե ընդմիջվենք։ Բացի սրանից որևէ բան այլևս չկա, մենք հիմա սա կդնենք կրակին, միգուցե այս կտորների ծխեցման գործընթացը։ Դա մի փոքր ուշ է սպասվում մեզ, ճիշտ է։ Այո, մի փոքր ավելի ուշ։ Ով դուք շարունակում եք բուրըն գործողությունները այս պահին կարտոֆիլի հետ կապված, միսը արդեն տեղադրված է այս անվանական ղազանի մեջ, ինչպես դուք ասացիք, եւ մեզ մնում է սա տեղափոխել այրվող կրակի վրա, ոչ թե էլեկտրական կամ ոչ թե գազօջախի, այլ հենց հենց կրակի վրա։ Հենց կրակի վրա չենք ձգում, սա ոչինչ չենք անում։ Միանշանակ ձգում ենք։ Ես ուրեմն ջան դուք կտանես։ Քամին բերում է ամբողջ մոխիրը այս կողմ։ Ինչ է պետք անել, սա ուղղակի դնել կրակի վրա եւ սպասել։ Մենք այս կրակի վրա եւ պահում ենք կրակը այնքան ժամանակ, մինչեւ պատրաստ լինի, ինչը մոտավորապես 40 կամ առավելագույնը 50 րոպե է, խնդրեմ։ Սա տեղափոխում ենք կրակի վրա։ Լավ է այսպես։ Այո։ Հաստատ։ Հիանալի, շնորհակալություն, Վահան ջան։ Վովա, հետո պետք է ծխեցնել միսը, ճիշտ է։ Այո։ Ինչով ենք ծխեցնելու, ինչ որոշեցիք ի վերջո։ Կաղնով եկեք, ասում են ամենալավը դա է, ամենաշատն է սազում հորթի մսին։ Իսկ միգուցե միքսենք ինչ որ բաներ, թե չի կարելի։ Կարող ենք միքսել, ուղղակի ինքը ծխեցման սարքը այդքան մեծ չի։ Տենց այդ միքսը իրականում մի քանի գրամ տաշեղ է լինելու։ Շատ բարի։ Մենք կարող ենք անցնել այդ գործողությանը, որովհետև մեր եթերային ժամանակը բավականին սահմանափակ է։ Իհարկե կարող ենք։ Ինչ է անհրաժեշտ դրա համար։ Դրա համար անհրաժեշտ է փայլաթիթեղ, թիթեղը մի քանի կտոր դնել, այսպես։ Ո՞վ հասցնում եք լինել խոհանոցում որպես պատրաստող։ Ես անկեղծ ասած շատ հաճախ եմ խոհանոցում լինում։ Ինչը իհարկե այս կտորներն են բավականին մոնումենտալ կտորներ։ Այո, կարող ենք այս մեկը չծխեցնել, ինքնին բավականին համեղ կտոր է, ուրեմն սա այդ մեջքի ֆիլե կոչվածն է, կիսած։ Սա դնում ենք այստեղ, այսպես։ Եվս մեկը վրայից, առանց սոխի։ Ասացիք, որ հաճախ եք լինում խոհանոցում։ Այո, շատ հաճախ։ Ո՞րն է ձեր ամենասիրելի կերակուրը։ Հավանաբար հորթի ստեյկը։ Ձեր պատրաստած, թե ուրիշների պատրաստած։ Ես շատ եմ հարգում նրանց, ովքեր կարողանում են ճիշտ ստեյկ պատրաստել։ Հետևաբար եւ իմ պատրաստածն եմ նախընտրում եւ մնացածի պատրաստվածները շատ տեղերում լինում են, որտեղ ստեյկ են տալիս։ Իդեպ երբ գործով նաեւ ԱՄՆ ենք մեկնում թարգմանելու մեր պատվիրակությունների համար, այնտեղ էլ շատ հաճախ ստեյկ ենք ուտում, ԱՄՆ-ում հիմնականում տենց գիտեք։
ստեյկը կարելի ասել ամենապոպուլյար ուտելիքն է։ Ուրեմն սենց փակում ենք։ Հարգելի հեռուստադիտորներ։ Իսկ հետո տեղ ենք բացում այսպես մի փոքր, որի մեջ մտցնում ենք մեր ծխեցման սարքը։ Այո։ Ի վերջո որոշեցինք Կաղնով ասեցինք։ Միացնում ենք։ Նույնիսկ միացվում է դա։ Վերջ եւ ծխեցումը դանդաղ սկսվում է այրվել։ Ահա։ Մեր ծխեցնող սարքը պատրաստ է։ Տեղադրում ենք համապատասխանաբար եւ փակում։ Եվ սպասում ենք որքան։ Եվ թողնում այսպես, ինչքան ավելի շատ, այնքան ավելի այդ ծխի համը մեր վերջնական պատրաստած մսի մեջ ավելի շատ։ Ծուխը դուրս է գալիս, ճիշտ է։ Համենայն դեպս դե ինչ որ մասամբ պետք է դուրս գա, չի կարող ամբողջությամբ մնալ մեջը։ Այսենց թողնում ենք ինչ որ ժամանակ, մինչև ամբողջությամբ այդ ծխեցումը տեղի ունի։ Եթե այլ գործողություն չունենք, ես պետք է խնդրեմ Վովա, որպեսզի դադարեցնենք նկարահանումը, միանանք մեր հեռուստադիտողներին արդեն մնացած պատրաստման ընթացքում։ Եկեք այս պայն դադարեցնենք եւ կմիանանք շուտով, այո, շնորհակալություն։ Շատ բարի։ Ամերիկայում է իհարկե սթեյքը տեն շատ հարգի, բայց ինձ թվում է այսօրվանից սկսած քո սթեյքն էլ ոնց որ դառնում է որպես կենթանի լեգենդ, հա։ Հուսով եմ։ Դե ոնց որ ծովի մակարդակից 1600 մետր բարձր ենք, էլի նորմալ է, չէ՞ որ չի վառվում կրակը։ 45 անգամ փորձեցինք, չստացվեց։ Պետք է իրան անընդհատ պահել աշխատանքային վիճակում։ Վովա 2 դար անց մենք կարողացանք ի վերջո վառել կրակը եւ այն նույնիսկ հասցրեց նստել։ Այո, բայց այն դաժան աշխատանքը, որը մենք կատարեցինք այս ընթացքում, իհարկե անմոռանալի էր։ Որն է հաջորդ գործողությունը։ Ուրեմն հաջորդ գործողությունը մեր ստեյքերը դնում ենք կրակին։ Ինչ եղանակով։ Շշերի վրա։ Շշերի վրա ուղղակի դնում ենք կրակին եւ անցնում ենք մեր հիմնական գործին, այսինքն սկսում ենք պատրաստել մեր բանջարեղենը։ Բոլոր համապատասխան բաղադրատոմսերով։ Դե անցնենք գործի, առաջարկում եմ այս պահին եւ բանջարեղեններից մեզ անհրաժեշտ է սունկ, կարտոֆիլ, լոլիկ, սոխ, սխտոր։ Այո։ Սկսենք կարտոֆիլից, հետո նոր մնացած։ Ամենաառաջինը կարտոֆիլն է։ Հետաքրքիր ձև եք որոշել պատրաստման։ Այո։ Անմիջապես ամեն ինչ կրակի վրա, թե տապակվողը, թե եփվողը եւ թե խորովվողը։ Սկզբից ձեթը։ Արևածաղկի ձեթ է անհրաժեշտ։ Այո, բավականին շատ։ Ահա։ Ո՞վ ինչը ձեզ ստիպեց զբաղվել հենց ոչխարաբուծությամբ։ Չեմ կարող ասել։ Անջան ինչ որ անհասկանալի երազ էր երևի։ Ու ընտրեցիք հետաքրքիր տեսակի ոչխարներ, ոչ թե տարածված լայն։ Այ հավանաբար դա, տենց ինչ որ միգուցե տարբերվելու նպատակով այդ էքսկլյուզիվության ցանկությունը Միակը դուք եք ով Հայաստանում զբաղվում է հենց այս տեսակի ոչխարների ներմուծմամբ։ Արդեն ոչ, Վանջան։ Երբ ես նոր ներմուծեցի այս ոչխարներին, այդ ժամանակ միակը ես էի։ Շատ շուտով, մոտարապես երևի 1 տարի հետո մի կազմակերպություն եւս դա արեց, հետո եւս մեկը, հետո այդ մեծ կազմակերպությունը փակվեց եւ ոչխարներին ամբողջությամբ վաճառեց բավականին էժան գներով գյուղացիներին։ Հիմա կարելի ասել ամբողջ Հայաստանում նրանք կան։ Վովաստեյքը արդեն կրակի վրա է, նույնիսկ կարելի ասել վերցնելու ժամանակն է կրակի վրայից։ Մենք այն շատ քիչ ջերմային մշակման ենթարկեցինք, ընդհանրապես արտաքինից, որից հետո պետք է ինչ անել նրանց հետ։ Մենք հիմա ստեյկը կսպասենք մի քիչ, այդքան չենք արագացնի գործընթացը, որովհետև իրանք ավելի շուտ կլինեն, քան կարտոֆիլը։ Մենք հիմա S1-ը համտես կանենք անմիջապես, հեռուստադիտողից գախտնի, որպեսզի չհասկանան, թե սա ինչի երջանկություն է։ Իսկ հետո այս ստեյքերը կկտրատենք, այն ժամանակ, երբ որ նրանք արդեն պատրաստ կլինեն, ստեղ կլցնենք սոխը, սունկը, սխտորը, վերջում սամիթը, մի քանի հատ փոքրիկ պամիդոր, ստեյքերը կշարենք շուրջը եւ պատրաստ է։
Վովա, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր գնալուց անմիջապես հետո կարող եք մուտք գործել Չէին սպասում .am կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, եթեր գնալուց անմիջապես հետո ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Շնորհակալություն, ես անպայման կփորձեմ տեսնել, թե ինչ այլ հաղորդումներ կան։ Այսինքն մինչ չէիք նայել։ Ես երբեմն նայում էի, ոչ տենց շատ չեմ հետևել ձեր հաղորդումներին, բայց հիմա երբ որ ես էլ նրանցից մեկում կլինեմ, կփորձեմ հասկանալ համեմատության մեջ, որն է ավելի լավ։ Կոմս, խնդրեմ, ավելի ճիշտ շերիֆ, ձեր գլխարկով տեսքից կարելի է հենց այդպես էլ անվանել ձեզ։ Մի թեթև ճմռենք, սոխը եւ ավելացնենք այն։ Որքան պետք է սպասենք։ Սոխին մոտարապես 10 րոպե ամենաշատը, 5-10 րոպե, որ սոխը լինի, իսկ հետո արդեն կավելացնենք բիբարները, սխտորը եւ լոլիկը, եւ սունկը, իհարկե։ Մեր մյուս կերակրի մասին ինչ կասեք, ինչ վիճակում է այն։ Մյուս կերակուրը համարյա պատրաստ է։ Ինչից է պետք հասկանալ, օրինակ պղպջակ կա հենց հիմա։ Մենք հիմա իրանց կթողնենք եւ կհամտեսենք սա, իսկ հետո մի քիչ ավելի ուշ կմոտենանք եւ կավարտենք։ Այլ գործողություն չունենք։ Այս պահին ոչ։ Հանդիպենք սեղանի շուրջ, այսինքն։ Այո, հանդիպենք սեղանի շուրջ։ Ոչ, չենք կարող սեղանի շուրջ հանդիպել, ոչ, որովհետև դեռևս կան գործողություններ, որոնք պետք է ցուցադրել մեր հեռուստադիտողներին։ Մեծ հաջողություն, ոնց ասեք։ Բայց այս պահին կդադարեցնենք։ Ամենայն դեպս այս պահին ես աղ կանեմ։ Եվ հետո արդեն կարող ենք անցնել մնացած գործողություններին։ Մեկ անգամ էլ խնդրում եմ։ Սա ինչ էր, ինչ ռիտուալ էր։ Խոշոր աղ ընդհանրապես, բայց ռիտուալը ինչու էր հենց այսպեսին։ Չգիտեմ, տենց որոշեցի։ Որոշեցիք մեզ զարմացնել։ Ջան, այո։ Ստացվեց այն ձեզ մոտ։ Շնորհակալություն։ Միշտ պատրաստ։ Դե կհանդիպենք արդեն հաջորդ ընթացքում։ Այո։ Վովա։ Հա։ Այս հոտերից ոնց որ շատ սոված ենք, է։ Եկեք։ Հաստատ։ 100%։ Սենց կարելի է մի անգամից։ Ինչա, medium well-ա, medium-ա, ինչա։ Так։ Սա արդեն well done, հա։ Հենց այդպես ուղակի առանց ոչ մի բանի ուտելու ենք։ Հենց այսպես խնդրում եմ փորձել։ Սիրով։ Անմիջապես կարամ ավելի փոքր կտորների կտրատել, որպեսզի ավելի հարմար լինի համտեսել։ Խնդրեմ։ Հիմա խորհուրդ եք տալիս հենց այսպես փորձել։ Խորհուրդ եմ տալիս հենց այսպես փորձել։ Այս փոքրիկ կտորը ես։ Վովա ջան, մնացածը պետք չի։ Այսքանը հերիք է։ Ֆանտաստիկա է սա ուղղակի։ Անտի, խոսքեր չունեմ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Մսերը եփման մեդիում փուլում են գտնվում եւ ժամանակն է որպեսզի այն տեղափոխենք ինչի վրա Վովա։ Տեղափոխում ենք սաջի վրա, եւ վերջին փուլն է արդեն։ Որքան պետք է մնա։ Պատրաստման ուղիղ 2 րոպե։ Մնում է եւ արդեն կարող ենք նստել։ Ինչպես նաեւ մեզ է միանալու մեր վերջին ուտեստը, որը առաջինն էր իրականում, բայց դեռևս համարվում է վերջինը, որովհետեւ պատրաստ չէ։ Այո, հաշլաման։ Հաշլաման այս պահին համարյա պատրաստ է, որ պետք է անվանակոչել ձեր պատրաստած ուտեստները։ Ուտեստները անվանակոչենք օտայքի խաշլամա։ Սեղանի շուրջ խնդրում եմ։ Սեղանի շուրջ։ Այո։ Կհանդիպենք արդեն սեղանի շուրջ Վովա։ Լավ, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Օտայքի խաշլամա։ Այո։ Մշո ստեյք։ Մշո ստեյք։ Վատ չի, բայց շատ սիրուն է համել։ Էս թե տեսել է համել, հա։ Դե սնունդը ինձ թվում է մարդու ամենամեծ մեղքն է։ Մեղք ենք գործում սնվելիս։ Թող գեղեցիկ Որկրամոլություն։ Որկրամոլությունը։ Չեմ կարծում, որ սա կարելի է որկրամոլություն անվանել, ուղղակի գեղեցիկ դասավորում ենք այն, ինչ պատրաստվում ենք համտեսել։ Բանջարեղենները
Ինչերն էին, մի հատ էլ հիշացնենք մեր հերոստատիտով։ Բանջարեղենը, կարտոֆիլ, շատ կծու բիբարներ, փոքրիկ չերի պամիդորներ, Սոխ, սունկ, շատ համեղ, սխտոր, սամիտ։ Եվ ամենակարևորը։ Ահա։ Մարտահրավերը նետված է։ Աղ, Հասկացան բոլորը։ Վովա կհանդիպենք սեղանի շուրջ։ հանդիպենք սեղանի շուրջ։ Վովա ժամանակն է, որպեսզի մենք համտեսենք այն ամենը, ինչը դուք պատրաստեցիք այսօր մեզ համար։ Այո։ Եվ խնդրում եմ անվանակոչել ուտեստները։ Դե լավ, ուրեմն քանի որ մենք գտնվում ենք Կոտայ գյուղում, եկեք սա անվանենք Կոտայքի տապակա եւ Կոտայքի խաշլամա։ Հրաշալի է։ Ինչու ոչ։ Իսկ ով է ասել, որ այդ տարբերակները գոյություն ունենալու իրավունք չունեն։ Միանշանակ։ Սակայն մինչև համտեսելը պետք կլինի բոլոր, այսինքն ամբողջ գոլորշին, որ սրա մեջ կա, Այո։ հանել դուրս։ Օ, Ահա, դա քրքիր թշում է նա։ Այո։ Պետք է սպասել, մինչև գոլորշին դուրս գա։ Պետք է սպասենք, մինչև գոլորշին դուրս գա, որտեվ եթե հիմա բացենք, պայթյուն տեղի կունենա եւ խաշլաման կհայտնվի այս մեր զրուցարանի տանիքի տակ։ Այո։ Դե, շնորհակալություն Վովա, մեզ բարի ախորժակ։ Մեզ բարի ախորժակ։ Ասացիք, որ գարեջուրն է սազում այդ ուտեստների հետ։ Միանշանակ, խաշլամայի հետ ամեն ինչն էլ սազում է, բայց գարեջուրը հատկապես համեղ է։ Դե, մեզ բարի ախորժակ։ Անցնենք փորձարկելուն եւ փորձում ենք Կոտայքի տապակա։ Միսը պետք է մի փոքր Համեցեք։ Սպասում եմ ձեզ։ կիսահում լիներ, չէ՞։ Միսը սկզբից էր կիսահում, այն պահին, երբ որ պետքա դնեինք կրակին։ Վովա, Երբ որ արդեն դնում ենք սաջի մեջ, այդ ժամանակվանից սկսած ինքը դառնում է անմահական անկեղծ ասած, շարակալություն եւ շատ հյութեղ, հյութեղ եւ նուրբ, եթե նկատեցիք։ ուղղակի ֆանտաստիկա էր այս ամենը։ Եվս մեկ անգամ ինձ մնում է ասել, բարի ախորժակ, շնորհակալություն Վովա, սպասենք մինչ թշը կավարտվի, որից հետո կփորձարկենք նաեւ սա եւ վստահ եմ, որ էլի զարմանալու ենք։ Միանշանակ։ Բարի ախորժակ։ Բայ ախորժակ։ Վովա, բայց դե ասենք Բայց ասա որ well done ա եղել։ sense, բայց Անեմ դնեմ թո տականա։ հա, բասա երբ ենք փորձարկում։ Այդ հենց ֆսշիկը պրծավ։ Բայց բույրն է շատ հետաքրքիր էս թշիկի։ Թշաբույրն է հետաքրքիր։ Չդիմացան գայթակղությանը, ցանկացանք մեր հերոստատիտողներին ցուցադրել նաև խաշլամայի վերջնական տեսքը, այն ֆանտաստիկ է բուրում ուղակի եւ դուք շարունակում եք ձեր պերֆեկցիոնիզմը առաջ բերել, զարդարում եք։ Անցնենք համտեսելուն Վովա։ Աղ կարելի է անել սկզբից։ Ես հենց դրան էլ սպասում էի, որովհետեւ դուք ասացիք, որ չեք անելու, բայց հիմա Աղ ենք անում եւ համտեսում ենք։ խոշոր աղ։ Միայն խոշոր աղ։ Ինչու։ Ուրիշ ոչ մի բան։ Ինչու խոշոր հենց։ Խոշոր աղը նախ ուրիշ համ ունի, սովորական աղի հետ համեմատած։ Երկրորդը ամեն անգամ երբ լեզվիդ վրա հայտնվում է խոշոր աղի հատիկը, այդ համը անմիջապես բացվում է եւ դու սկսում ես ավելի երկար այդ աղը վայելել ու համը զգալ։ Փորձարկենք, համտեսենք։ Ահա, Համեցեք։ ես անհամբեր եմ իհարկե։ Ինչպես էր այս ցեղատեսակը կոչվում։ Որ ասում աղբեր աղբորը չի տա։ Խնդրում եմ, այո, ես մեկը։ Ինչպես էր ցեղատեսակի անվանումը։ Դորպեր։ Դորպեր, կյանքում առաջին անգամ։ Դորպեր կյանքում առաջին անգամ։ Ես կարելի է մի անգամից հենց ուտամ։ Վովա։ Դուք հրաշագործ եք, ոչ թե թարգմանիչ իրականում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մեզ բարի ախորժակ։ Որոշեցիք շերիֆի արտաքինով մեզ հաջողություն մաղթել։ Շնորհակալություն Վովա մասնագիտական գաղտնիքները բացահայտելու, անմահական եւ անմոռանալի ընթրիքի, ինչպես նաեւ հրաշալի ժամանցի համար։ Համեցեք Անջան, շատ շնորհակալություն ձեզ գալու համար։ Այդ շերիֆի արտաքինը իհարկե ես մեղավոր չեմ, արև է եւ ակնոցն էլ հենց այդ պատճառով եմ հագել։ Գլխարկն էլ իդեպ ինձ նվիրել է ընկերս, ով Տեխասում է հիմա ապրում, Ռոբերտ Թումանյանը։ Մեր ողջույնները նրան։
Շնորհակալություն ձեզ, ես մաղթում եմ, որպեսզի ձեր գործերը մշտապես շարունակեն ընդլայնվել։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Ցտեսություն։ Սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալություն մեզ այսօր դիտելու համար։ Հուսով եմ, որ բոլորդ կորոշեք Հայաստանում ներդրում անել, ոնց որ ես որոշեցի, եւ հուսով եմ նաեւ, որ ել չեք գնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլ կմնաք Հայաստանում։ Ցտեսություն։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.